Այսօր Իսրայելում տեղի ունենում Հունաստան-Կիպրոս-Իսրայել գագաթնաժողովը։ Սա անվտանգության եւ էներգետիկայի եռակողմ յուրահատուկ առանցք է արևելյան միջերկրականում եւ դրա հիմնական ուղերձն ուղղված է Թուրքիային։ Մենք միասին ենք, մենք կարող ենք զսպել։ Սա կարեւոր է նաեւ Հայաստանի համար, որովհետեւ մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն ու ճնշումը մենք զգում ենք ամեն օր, նաեւ Ադրբեջանի միջոցով։ Իսկ Հունաստանն ու Կիպրոսը հենց նույն խնդրի շուրջ են երկար տարիներ աշխատում թուրքական ռեգիոնալ նկրտումները զսպելու համար։ Մենք Հունաստանի եւ Կիպրոսի հետ արդեն ունենք լավ հարաբերություններ եւ պաշտպանական գործընկերություն։ Հիմա պետք է սա վերածել ավելի մեծ քաղաքական եւ անվտանգային հնարավորության։ Հայաստանը պետք է բաց եւ պրագմատիկ քայլ անի նաեւ Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելը տեխնոլոգիա է, անվտանգություն է, կիբեր եւ հակադրոնային կարողություններ են եւ ազդեցիկ խաղացող է հենց այն տարածաշրջանում, որտեղ Թուրքիան փորձում է թելադրել իր օրակարգը։ Իսրայելի հետ գործակցությունը կարևոր է նաև այն պատճառով, որ մենք չպետք է թույլ տանք Միացյալ Նահանգներում ազդեցիկ հրեական լոբինգը Բաքվի կողմից շարունակի օգտագործվել Հայաստանի շահերի դեմ։ Հունաստան, Կիպրոս, Իսրայել ձևաչափը կարող է դառնալ Հայաստանի համար կամուրջ նոր գործընկերությունների, նոր պաշտպանական լուծումների եւ տարածաշրջանային հավասարակշռության համար։ Հայաստանին պետք է մտնել համագործակցության նոր տրամաբանության մեջ եւ մեր անվտանգությունը ուժեղացնել իրական գործընկերներով։